Իրանի շուրջ եւ ավելի լայն տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է մարտի 5-ին Նախիջևանի ՆԱԹՍ-ների հարվածի հետ կապված հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները։ Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության Ջեյհուն Բայրամովը դատապարտել է Իրանի հարձակումները եւ հայտնել իր խիստ բողոքը։ Նա ընդգծել է, որ նման միջադեպերը հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու նպաստում են տարածաշրջանում էսկալացիային։ Աբբաս Արաղչին էլ իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, հերքել միջադեպի հետ կապը եւ տեղեկացրել, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են սկսել։ Նա շուտապույտ ապաքինում է մաղթել վիրավորված քաղաքացիական անձանց։ Նախարարը ուշադրություն է հրավիրել նման հարձակումներին Իսրայելի ներգրավվածության գործոնի վրա, նշելով, որ հրեական պետությունը ցանկանում է փչացնել Իրանի եւ Հանրապետության հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունները։ Ադրբեջանական կողմն ընդգծել է, ակնկալում է, որ Թեհրանը ներողություն խնդրի հարձակման համար, հնարավորինս արագ հետաքննություն անցկացնի եւ միջոցներ ձեռնարկի, որ նման միջադեպերը չկրկնվեն։ Այս ֆոնին Վաշինգտոնը հորդորել է Ադրբեջանում իր ներկայացուցիչներին չայցելել Նախիջևան, իսկ ԱՄՆ քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրերից եւ տարածաշրջանը լքելու ծրագիր մշակել։ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն էլ հայտնել է, որ սերտ կապ են պահպանում ամերիկյան կողմի հետ։ Զուգահեռ շարունակվում են Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև փոխադարձ հարվածները, կրկին զանգվածային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին եւ իրանական այլ բնակավայրերի։ ՑԱՀԼ-ը հայտնում է մի քանի տասնյակ օբյեկտի խոցման եւ ռազմական գործողությունների նոր փուլ սկսելու մասին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով այս պահի դրությամբ խորտակել են իրանական 30 նավ։ Տեղեկություններ կան, որ Իրանում զոհերի թիվն արդեն հատում է 1100-ը։ Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելի հյուսիսում ռազմաբազաների, ավերածություններ կան Թել Ավիվում։ Թեհրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտների դեմ արձակել են շուրջ 600 հրթիռ եւ ավելի քան 2000 ԱԹՍ։ Թիրախում են հայտնվել նաեւ Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Ամեն, Դուբայում պայթյուններ են լսվել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում եւ Կատարում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին։ Բահրեյնի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է եւս 4 կործանիչ ուղարկել Կատար։ Կիպրոսում էլ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված ուղղաթիռներ կտեղակայվեն։ Շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում, հարվածներ են հասցվել Բեյրութին։ Իսրայելը հայտարարում է Հեզբոլլահի օբյեկտները խոցելու մասին։ Երկրի առողջապահության նախարարության տվյալով զոհերի թիվն արդեն հատում է 100-ը, 600-ից ավելի մարդ վիրավորվել է։ Դեռևս սահմանափակ է Հորմուզի նեղուցով նավագնացությունը, փորձագետների գնահատմամբ նեղուցի շրջանում կուտակվել է մոտ 1000 նավ։ Այս ֆոնին ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլ է տվել Հնդկաստանին ռուսական նավթ գնել։ Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել են Վաշինգտոնից, նախազգուշացնելով, որ առաջիկայում Իրանին հարվածները կինտենսիվանան։ Բանակցությունների վերսկսումը դեռևս օրակարգում չէ։ Զինամթերքի պակաս չունենք, մեր պաշտպանական եւ հարձակողական պաշարները թույլ են տալիս մեզ վարել այս գործողությունը այնքան, որքան անհրաժեշտ է։ Միացյալ Նահանգները կավելացնի իր ուժերը։ Եթե կարծում եք, թե ամեն ինչ տեսել եք, պարզապես սպասեք, սակայն ցանկանում եմ նշել, որ պատերազմը չի ընդլայնվի։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչնչացրել են Իրանի հրթիռային կայանքների մեծ մասը։ ԱՄՆ նախագահի խոսքով հանրապետության մարտական հզորությունը թուլանում է։ Նրանց անհրաժեշտ կլինի մոտ 10 տարի վերականգնվելու համար, կարծիք է հայտնել նախագահը։ Թրամփը խոսել է նաև Իրանում իշխանափոխության մասին։ Ով էլ ղեկավարի Իրանը, մենք պետք է երաշխավորենք, որ նա վտանգ չի ներկայացնի Միացյալ Նահանգների, Իսրայելի կամ այլ երկրների համար։ Ես պետք է մասնակցեմ Իրանի նոր առաջնորդի թեկնածուի ընտրության գործընթացին։ Խամենեի որդին հարմար եւ լուրջ թեկնածու չէ։ Մենք ուզում ենք մեկին, ով խաղաղություն եւ ներդաշնակություն կբերի Իրան։ Մի քանի մարդ կա, որ լավ գլուխ կհանի երկրի ղեկավարման գործից։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ամերիկյան կողմն այժմ կենտրոնացած է Իրանի վրա, այնուհետև կաշխատեն Կուբայի ուղղությամբ։ Թրամփը նաև աջակցություն է հայտնել Իրանի դեմ քրդական ուժերի հնարավոր գործողություններին։ Լրագրողի հարցին արդյոք Վաշինգտոնը օդից կօգնի քրդերին, ԱՄՆ նախագահը նշել է, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Զուգահեռ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել քրդերին մշտապես Իսլամական Հանրապետության կողքին լինելու համար, հորդորելով դիմակայել ցանկացած անջատողական գործողության։ Իրաքից էլ հայտարարել են չեզոք դիրքորոշման մասին, հավատացնելով, որ թույլ չեն տա օգտագործել երկրի տարածքը ագրեսիվ գործողությունների նախապատրաստման համար։ Իրանի արտգործնախարարն էլ հավատացրել է, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հաղթանակի ծրագրերը տապալվել են, իսկ միջուկային գործարքի եզակի հնարավորությունը բաց է թողնվել։ Այս պատերազմում հաղթողներ չեն լինի։ Իրանը հրադադար չի խնդրում։ Եթե ցամաքային գործողություն սկսվի, մենք կդիմակայենք, սակայն դա աղետ կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ NBC News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին հավելել է, որ Իրանը քաղաքական եւ այլ տեսակի աջակցություն է ստանում Ռուսաստանից եւ Չինաստանից։ Դիանա Գասպարյան, լուրեր։